Բարի լույս սիրելի ժողովուրդ, ահավասիկ շուրջ 50 օրվա ճանապարհորդությունից հետո հասանք Սուրբ Հարության հանգրվանին, երբ այսօր գիշերը մեր եկեղեցիներում, աշխարհի բոլոր անկյուններում հռչակվելու է մեր Տիրոջ Հարության խորհուրդը ասելով Քրիստոս հարյավի մեռելոց եւ պատասխանելու ենք օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Սա մեծագույն ուրախությունն է, չափազանց մեծ ուրախություն, որովհետև հռչակում է մարդու անմահության մասին։ Մեր Տիրոջ հաղթանակը մահվան վրա, ինչպես նաև այդ միջոցով հնարավորություն ստեղծելով մեզ համար, մարդու համար հաղթելու մահվանը, հաղթելու մեղքին եւ հաղթելու մահվանը եւ այդպիսով հռչակելով իր անմահությունը։ Այսօր, ինչպես պատմում է մեզ ավետարանը, յուղաբեր կանայք ընթանում էին դեպի Քրիստոսի գերեզմանը, ավանդության համաձայն այն օծելու, պատելու խնկով, յուղով, կնդրուկով եւ սակայն ճանապարհին մտածում էին ասելով, թե ով պիտի գերեզմանի քարը գլորի մեզ համար, որովհետև մեծ քար կար դրված գերեզմանի վրա եւ այդպես պատված էր գերեզմանը եւ իրենք էլ լինելով փխրուն կանայք այդուհանդերձ համառորեն ընթանալով դեպի գերեզմանը միևնույն ժամանակ իրենց մտքում պարզապես անդրադառնում են եւ մտածում, թե ինչպես կարող են գերեզմանի քարը գլորել։ Այդուհանդերձ դա չէր նշանակում, որ իրենք չէին մտածում այդ գերեզմանի քարը հեռացնելու մասին։ Հակառակ մտածում էին ճանապարհներն էին որոնում, թե ինչպես են դա անելու, որպեսզի մուտք գործեն եւ ավանդության համաձայն իրենց գործը կատարեն։ Եվ սակայն հասնելով գերեզմանին, տեսան, որ քարը գլորված է։ Մուտք գործելով գերեզմանի մեջ, ինչպես ավետարանը պատմում է, տեսան երիտասարդի, որը հետևյալ խոսքերն ասաց. մի վախեցեք, գիտեմ, խաչված նազովրեցուն Հիսուսին եք փնտրում, այստեղ չէ, հարություն առավ։ Հիմա սա պատմությունն է, ամբողջ ավետարանական պատմությունը մեր Տիրոջ հարության խորհրդի մասին։ Հաջորդական դեպքերն էլ շատ հետաքրքիր են, որովհետև ավետարանն ասում է, որ լսել էին, որ հարություն պետք է առնի, կամ ինքը խոսել էր այդ մասին, զինվորներ, պահակներ էին կարգել գերեզմանի շուրջ, մտածելով, որ միգուցե աշակերտները գան, գողանան եւ ապա այդպես հռչակեն, որ խաչեցյալը հարություն է առել։ Այսինքն խաբեության պատմության փորձեն մարդկանց համոզել, որ իրենք ճշմարտությունն են քարոզում։ Եվ շարունակաբար խոսում այն մասին, որ զինվորները այս բոլոր տեսարանները տեսան, թե քարի գլորվելը, թե հարության տեսարանը եւ այլն, եւ գնացին եւ պատմեցին քահանայապետներին եւ բոլոր նրանց, ովքեր պատասխանատու էին, նրանք էլ զինվորներին համոզեցին ասելու, որ աշակերտները գողացան եւ պահակ զինվորները, որոնք իրավունք չունեին շարժվելու, քնելու կամ որևէ կերպով թողնելու գերեզմանը, աչքաթող անելու այդ գերեզմանը, կամ այն կետը, որտեղ իրենք հսկում են, զարմացան, որովհետև չէին կարող այդպիսի բան ասել։ Պատիժը անխուսափելի էր լինելու։ Սակայն նրանց համոզեցին ասելով, որ մենք կուսակալին էլ կհամոզենք, փողով կհամոզենք, շատ փող կտանք նրան, եւ այդպես էլ արեցին։ Եվ խոսվեց ստի մասին, որ աշակերտները տարել են, փողով համոզեցին սուտ խոսելու մասին, շատ փողով, ինչպես ավետարանն ասում է, եւ շարունակում է ասելով, որ այդ խոսքը կամ այդ սուտը տարածվում է մինչև այսօր։ Մի քանի դրվագներ են այստեղ։ Առաջինը մարդկանց մտածումը, ովքեր դժվարության հանդիպելուց, մեծ խոչընդոտի առջև կանգնած լինելուց, մտորում են, թե
ով պիտի այդ խոչընդոտը վերացնի իրենց համար։ Այդուհանդերձ, մտածելով հանդերձ, իրենց մտքից չեն հեռացնում այն հնարավորությունը, որ հենց իրենք են անելու դա։ Երկրորդը, չափազանց կարևոր, երբ մարդիկ հայտնվում են մի իրավիճակում, որտեղ իրենց համար հարցականները շատ են, անորոշությունը շատ է, եւ հստակ պատկերացումը չունեն, թե ինչպես է դա տեղի ունենալու կամ ունեցել, որևէ իրադարձության մասին է խոսքս։ Եվ հանկարծ հնչում է խոսքը. մի վախեցեք, բացարձակ մի վախեցեք, ինչ իրավիճակում էլ գտնվելիս լինեք, որովհետև դուք փնտրտուքի ճանապարհին եք, եւ այս պարագային ուղակի մեջ բերելով խաչեցյալ Հիսուսին եք փնտրում, նրան ում թվացյալ սպանել էին, բայց այստեղ չէ, հարություն առավ։ Եվ մի վախեցեք, որովհետև ձեր փնտրտուքի արդյունքը ի վերջո ոչ թե խաչելությունն է լինելու, ոչ թե այդ չարչարանքը եւ այդպես գերեզմանված լինելը, այլ հարության խորհուրդը, անմահությունը։ Եվ երրորդ, թե ինչպես կարելի է ճշմարտությունը գնել, վերածել ստի եւ այն էլ, ինչպես ավետարանը նշում է, շատ փողով գնել մարդկանց, գնել ճշմարտությունը եւ այն վերափոխել ստի եւ համոզել այդ ստով մարդկանց մնալու այդ ստի մեջ տևական խաբեության։ Հիշում եք նաեւ, որ այդպիսին էր նաեւ Հիսուսի մատնության դրվագը։ Դարձյալ գումարով հայտնի դարձած բոլորիս համար սիմվոլիկ կերպով 30 արծաթի պատկերով։ 30 արծաթ, որը դարձավ նաև արյան եւ վախճանի պատճառ։ Հենց նրա համար, ով ամենամտերիմներից էր Հիսուսի մերձակա շրջանակից, իր աշակերտներից, ով չդիմացավ գայթակղությանը եւ գնաց այդ 30 արծաթի ետևից, իր պատճառներն ունենալով, սակայն արդյունքում 30 արծաթի պատկերով մատնեց ճշմարտությունը, մատնեց արդարությանը։ Սա այս 3 կարևոր դրվագներն են, որոնք այս մեծ իրադարձության մեջ մենք փորձեցինք ուղղակի նշել։ Առաջինը հանձնառությունը, դժվարությանը հանդիպելիս հոգ չէ, թե այն շատ մեծ խոչընդոտ է իր ամբողջությամբ, մենք անընդհատ մտածում ենք, թե ով պիտի անի մեր փոխարեն այսինչ բանը, եւ սակայն անընդհատ մտմտում հնարավորության մասին այն իրագործելու։ Երկրորդ, այն վախի, տագնապի, անորոշության մեջ գտնվելիս, սա այդուհանդերձ մեր մտքի փնտրտուքը չդադարեցնելով, ճանապարհները որոնելով այն վերացնելու եւ այն հաստատակամ համոզումը չվախենալու այդ բոլորից, այլ համառորեն ընթանալու դեպի իրագործում։ Եվ երրորդ, որ մեր կյանքը լի է ուղղակիորեն այն պատկերով, որ մարդիկ կարող են ճշմարտությունը պարզապես վաճառքի հանել, փոխարինելով ստով, այն ստով, որը հարմար է իրենց, այն ստով, որով իրենք կարծում են, որ պիտի կարողանան իրենց գոյությունը շարունակել։ Եվ այդպիսով նաև հանրային կյանքը ամբողջության մեջ դարձնել այդպիսին, այդ համբավը, ինչպես ավետարանն ասում է, ստի համբավը մնայուն դարձնել մարդկանց մշակույթը։ Հիմա մի պահ, եթե դուրս գանք ավետարանական պատմությունից եւ փորձենք վերլուծել, տեսնել, քննել այս պատմության կարևոր ազդակներն ու պատգամները դեպի մեր կյանք ուղղված, մեր հանրային կյանք, հասարակական կյանք, որևէ կերպով այն բացակա չէ մեզանից, ուղղակիորեն արտահայտում այն բոլոր եզրաշերտերը, որի մեջ մենք ապրում ենք այսօր։ Խոչընդոտ, գերեզմանի քար, խորհրդանշանակորեն ասած, մեծ արգելք մեզ վրա իբրև թե դրված, խաչելության խորհրդով,
չվախենալու պատգամով եւ միևնույն ժամանակ գնված ճշմարտություն, որը վերափոխված է ստի։ Եվ սա մեր կյանքի կարծես արտացոլանքը լինի, ամբողջության մեջ, ինչպիսի օրերում, որ մենք ապրել ենք եւ ապրում ենք, եւ ինչպիսի օրերի միջից դուրս գալու հնարավորություն ունենք։ Հարության խորհուրդը, որպես վերջնահանգրվան եւ վերջնանպատակ, մեզ համար հնարավորություն է այս կյանքում ոչ թե խորել մահվան մասին, այլ խորել անմահության մասին։ Սա ամենաիրականն է մեր կյանքում։ Ինչու ենք մենք տոնում կամ նշում հարության խորհուրդը։ Պարզապես, որովհետև այն արձանագրված է որպես մի իրադարձություն, որը ուղղակի մեր սրտերին ուրախություն է պատճառում իր բոլոր զարդարանքներով ու պատգամներով, թե իրականորեն խոսում է մեր կյանքի եւ մահվան մասին։ Մենք մահկանացու մարդիկ ենք։ Ի վերջո գալու է մի ժամանակ, այն ժամանակն է հասնելու, որ մեզանից յուրաքանչյուրը մեկնելու է այս աշխարհից։ Այ կարևորը ոչ թե մեկնելն է այս աշխարհից, այլ ինչպես մեկնելը, ինչ կերպով, ինչ պատրաստությամբ։ Եվ մարդիկ շատ հաճախ մոռանում են, մենք շատ հաճախ մոռանում ենք խորելու մեր մահվան եւ անմահության մասին, խորելու մեր մահկանացու լինելու մասին։ Եվ այդ պատճառով էլ, երբ մենք մոռանում ենք դրա մասին, սկսում ենք անպատասխանատվությամբ ապրել ամենափոքր սահմանափակ ճղճի փոքրիկ երևույթների մեջ, փորձել գտնել մեզ համար լավագույն տարբերակը մեր կյանքը շահեցնելու, հոգ չէ թե այն կլինի ստով, կեղծիքով, զրպարտություններով, ամեն ինչով հանդերձ։ Եվ չենք էլ զլանում, մարդը չի էլ զլանում դրա առջև, մոռանալով իր մահկանացու լինելու մասին, այսինքն մահը իր կյանքի մեջ ապրած լինելու մասին, կամ ապրելով մահը, որը ամեն օրվա իրականությունը, ամեն ժամյա իրականությունը։ Չկա մի ժամ, որտեղ բացակա է մեր մահը։ Չկա ուղղակի այդպիսի բան։ Եվ անակնկալներով մահեր ամեն վայրկյանի մեջ, ամեն րոպեի մեջ։ Հետևաբար ինչ է մնում մարդուն։ Ընտրել այդ հնարավորությունը ինքն իրեն կամ ինքն իրեն հաշիվ տալով, այդ հնարավորությունը փնտրել չմահանալու, պարզ լեզվով ասած, անմահանալու։ Իսկ անմահանալու ճանապարհը մեկն է, թե ինչպիսի կյանք ես ապրում եւ ինչպիսի պատասխանատվություն ես կրում, ինչպես ես սրբագրում քո կյանքը, ինչպես ես կարողանում այդ կյանքի յուրաքանչյուր հանգրվանը արժեցնել եւ ինչպես ես պատրաստ դիմավորելու քո մեկնելու պատմությունը, մահվան պատմությունը, Աստծուն հանդիպելու պատմությունը, եթե նույնիսկ չես էլ հավատում այդ գերեզմանին հանդիպելու պատմությունը, ինչպիսի գերեզման ես ի վերջո ունենալու, ինչպիսի շիրիմ ես ունենալու, մարդիկ նայելու են այդ շիրիմի վրա եւ իրենց անեծքը եւ հայոյանքը տեղան, թե նայելու են այդ շիրիմի վրա, փորձելու որդեգրել քո իսկ ընտրած ճանապարհը եւ օրհնություններ հեղեն այդ շիրիմի վրա։ Սա երբեմն մեզ համար անիրական է թվում, բայց մենք ամեն օր իրագործում ենք դա։ Ամեն օր մեր շիրիմները մեր կյանքի պատմությունն են։ Մեր շիրիմները նաև խոսում են մեզ հետ։ Խոսում են մեզ հետ ցույց տալու համար այն ճշմարտության ճանապարհը, որի մեջ մենք փորձում ենք ապրել, բայց ոչ ամբողջությամբ շատ հաճախ։ Ինչը տեղի ունենում մեր այսօրվա կյանքում։ Մենք, ինչպես միշտ ասել ենք, գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որտեղ պարզապես մեզ համար խաչելությունը, տառապանքը իրականություն է։ Այդ ճանապարհը չմերժելու մասին է մեր այսօրվա կյանքը։ Մենք իրավունք չունենք մերժելու այդ ճանապարհը, բայց իրավունք չունենք նաև այդ ճանապարհից հրաժարվելու գնով հրաժարվել հարության խորհրդից։ Չկա հարության խորհուրդ, հիշեք միշտ, սիրելի ժողովուրդ,
առանց ամբողջական ընդունելու քո խաչի ճանապարհը։ Չի կարող լինել, եթե չկա խաչի ճանապարհ, չկա նաև հարություն, չկա նաև անմահություն։ Այն բոլոր գաղափարները, որով մեզ փորձում են կերակրել, որոնցով մեզ փորձում են կերակրել, մարդու պարզապես սահմանափակ կենցաղային ժամանակահատվածում խոտի կամ կենդանու որակի աստիճանի կյանք ունենալու մասինը ուղղակիորեն մեզ զրկում են անմահության տեսիլքից։ Ինչպես ենք մենք կարողանալու հասնել անմահության։ Ով է մեզ համար գլորելու այդ գերեզմանի քարը։ Մենք մեր պատասխանատվությամբ, թե ուրիշի վրա դրած լինելով։ Մենք ենք երես առ երես հանդիպելու այդ իրականությանը եւ մեզ համար, մեր սրտում, մեր մտքում լսելու, թե մի վախեցեք, ոչնչից մի վախեցեք։ Չկա որևէ մի բան, որ ավելի մեծ է, քան քո կյանքը։ Չկա ավելի մի բան, որ ավելի մեծ է, քան քո անմահությունը։ Չկա ավելի մեծ արժեք, ավելի մեծ, ավելի կլանող, քան այն բարձրագույն արժեքները, Աստծո հավատքը, հայրենիքի սերը, ընկերոջ նկատմամբ ունեցած նվիրումը, քո երազների, տեսիլքների ձգտումը, չկա ավելի մեծ, քան այդ բոլորը։ Եվ վերջապես, չկա ավելի մեծ բան, քան ճշմարտության համար ուղղակիորեն ընթանալ այդ խաչի եւ տառապանքի ճանապարհով, որովհետեւ ի վերջո որքան էլ ստով պատված լինի կյանքը եւ հատկապես մեր կյանքը, այդուհանդերձ հաղթանակողը մնալու է ճշմարտությունը։ Որքան էլ մեզ փորձեն ներկայացնել ստի քաղցրությունը, այդուհանդերձ իրականության մեջ ճշմարտության փնտրտուքը չի դադարում եւ ճշմարտության հաղթանակը չի ուշանում։ Ճշմարտությունը հաղթում է ի վերջո, ինչպես Հիսուսի հարության պարագային էր։ Որքան էլ մեծ փողերով, ստով փորձեցին այդ հարության ճշմարտությունը պարփակել, սահմանափակել, ոչնչացնել, այդուհանդերձ այն ճեղքել է այդ իրականությունը եւ հասել հաղթանակի։ Մեզ համար նույնն է ամեն ինչ։ Մենք գտնվում ենք այդպիսի իրականության մեջ, երբ անընդհատ մեր շուրջը, մեզ վրա, մեր կյանքում ստի եւ կեղծիքի փողով գնված, այսպես կոչված ճշմարտության պատկերներով մեզ հուսահատեցնելու, վախեցնելու, անորոշության մեջ դնելու քաղաքականությունն է վարվում։ Այո, ես այսօր թեպետ չէի ցանկանա եւ չեմ էլ ցանկանում խոսել այս չարիքի իշխանության մասին, բայց մենք այդ իրականության մեջ են գտնվում անխուսափելիորեն եւ մարդիկ էլ այս կամ այն ճանապարհով մենք ենթարկվում ենք այդ ստի իշխանության տարածած քաղցկեղային բջիջների եւ սակայն մեզ անընդհատ հիշեցնում է ասելով մի վախեցեք, ոչնչից մի վախեցեք, մարդիկ մի վախեցեք, ոչ մի բանից, ոչ ձեր ունեցվածքը կորցնելուց, ոչ ձեր ընտանեկան կյանքի խաթարումից, ոչ որևէ ձեր կյանքի հարմարվածությունից դուրս գալուց, ոչ աշխատանք, ոչ գործ կորցնելուց, մի վախեցեք ոչնչից, եթե դուք ապրում եք ճշմարտության համար։ Ես անընդհատ այս հարցը տվել եմ մեր ժողովրդին տարբեր աստիճաններում, տարբեր հանգամանքներում, տարբեր պարագաներում։ Մեզ անընդհատ ներարկում եւ ներշնչել են եւ ներշնչում են, որ դուք անզոր եք, անհույս եք, անելանելի կացության մեջ եք, այս իրավիճակից ելք գոյություն չունի, դուրս գալ չկա, խեղճ եք, թշվառ եք, անօգնական եք, այս բոլոր բառերով այնպիսին, ինչպիսին իրենք իրենց միգուցե զգում էին այդ յուղաբեր կանայք Քրիստոսի չգոյությունը տեսնելով գերեզմանում, Քրիստոսի բացակայությունը տեսնելով գերեզմանում։ Միգուցե իրենց խեղճ էին զգում, անորոշ, թշվառ, անօգնական, մոլորված, չիմանալով ինչ անել։
Եվ հնչում է այդ խոսքը՝ մի վախեցեք, որովհետև այնինչ ում փնտրում եք կամ այնինչ փնտրում եք, այն կյանք է, հարությունը առել, հաղթանակել է, որովհետև ճշմարտության համար սահմանափակում գոյություն չունի, որովհետև որևէ գերեզմանի քար, ինչքան էլ այն մեծ լինի, չի կարող դառնալ գերեզման այն մարդու համար, ով ձգտում ունի տեսիլքի, երազի եւ հարության եւ անմահության։ Մի մոռացեք այս բառը, անմահության խորհուրդ։ Եթե չեք մտածում, չեք մտածելու անմահության մասին, ուրեմն գերեզմանը արդեն այս կյանքում կլանել է յուրաքանչյուրին։ Ուրեմն այդ գերեզմանի քարը դրված է մեզ վրա, քեզ վրա։ Այդ գերեզմանի քարը ոչնչով չես կարող ոչ գլորել, ոչ մի կողմ տանել եւ ոչ էլ ներս թափանցել տեսնելու համար հարության խորհուրդը, տեսնելու համար ճշմարտությունը։ Մեր կյանքը այդպիսին է։ Մեզ անընդհատ խոսում են, չասեմ մեծ ծավալով, բայց տևապես հուսախաբության մասին, հուսահատության մասին, միևնույն ժամանակ խոսել են հույսերի մասին, սպասումների մասին, ակնկալիքների մասին։ Այս ամբողջ ժամանակահատվածը նաև այդ փնտրտուքի ճանապարհն է եղել։ Մենք միասին կարողացել ենք փաստել, որ մեր ժողովուրդը մեռած չէ։ Դուք, սիրելի հայրենակիցներ, մեռած չեք, անօգնական չեք, անզոր չեք, անելանելի կացության մեջ չենք գտնվում։ Ոչ թշվառության, ոչ խեղճության եւ ոչ այլ ինչ պարագաների մեջ։ Միայն մնում է, որ մենք նաև մեր մտքով առաջինը ոչ թե մտածենք, թե ով է այս գերեզմանի քարը գլորելու մեզ համար, այլ փնտրտուքի ճանապարհի մեջ հանձն առնենք այդ գերեզմանի քարը գլորելու։ Միայն մնում է, որ դուք, մենք հավատանք մեր սեփական կարողություններին եւ ուժերին, հավատանք, որ մենք միասին կարող ենք այս գերեզմանի քարը գլորել, որը արդեն իսկ գլորել ենք, որի ճանապարհները հստակ են, պարզ են եւ հարության տեսիլքը մեզանից հեռու չէ։ Մնում է, որ ամեն մարդ մտածի, թե ինքը ինչ ճանապարհով է ընթանալու իր անմահության ետևից, իր անմահության մասին ինչպես է խորելու, ինչպես է հոգ տանելու իր անմահության համար։ Արդյոք այդ անմահությունը միայն իր անձնական տիրույթում է գտնվում, թե դա նաև հանրային կյանքի հավաքականության մասին է։ Ես չեմ զլացել մշտապես ասելու, որ մենք պատասխանատու ենք նաև պատմության առջև, ոչ միայն անցյալի, այլ նաև հատկապես գալիքի։ Սակայն այս ներկայի մեջ ենք այդ անցյալի եւ գալիքի կապը ստեղծելու։ Մենք այո պատասխանատու ենք հատկապես գալիքի համար։ Ներկայում կրելով մեր բաժին պատասխանատվությունը, որպեսզի կարողանանք նաև այդ պատասխանը տալու գալիքին 20 տարի, 30 տարի հետո մեզանից որևէ մեկը կարող է ողջ չլինել, բայց մեր սերունդը կամ մեր սերունդները այո նայելու են մեր գերեզմաններին եւ կամ նզովելու են, անիծելու են կամ օրհնելու են մեզ, թե ինչպիսի ժառանգություն ենք մենք թողել իրենց, թե ինչպիսի կյանք ենք թողել, թե ինչպիսի իրավիճակ ենք ստեղծել իրենց համար, ապրում են հայրենիքում իրենց սեփական պետության մեջ, թե գաղթական դարձած աշխարհի բոլոր անկյուններում, թե իրական երջանկություն իրենց կյանքի որտեղ է գտնվում, թե ինչպիսի միջավայրում են իրենք մեծանալու, սիրո եւ ճշմարտության, թե ատելության եւ ստի։ Այո, մենք նաեւ մի քանի օր հետո դարձյալ բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդի բարձունքը, դարձյալ մեր խոնարհումն ենք հայտնելու մեր նահատակներին ապրիլի 24-ին եւ մեր հայացքները ուղղելու ենք երկինք մեր մեծ սուրբերի բարեխոսությունը խնդրելով։ Հենց դա այսօր մեզ ներկայացվում է որպես գերեզմանված իրականություն, բայց այդ բոլորը ապրիլ 24-յան նահատակության հիշատակությունն ու բարեխոսությունը մեզ համար
հարության եւ անմահության իրականություն, սխրանքի իրականություն, սկզբունքների, արժեքների, գաղափարների համար չտատամսելու իրականություն են, դեպի հաղթանակ ձգտելու իրականություն են։ Եվ ապրիլի 23-ին, ինչպես տեղյակ եք, մեր երիտասարդությունը, մեր ժողովուրդը ջահերով, որպես նախատոնակ կամ նախահիշեցում, հիշատակություն, բարձրանալու են Ծիծեռնակաբերդի բարձունքը։ Բոլորս կոչված ենք մասնակից լինելու, մանավանդ մեր օրերի մեջ, փաստելու, վկայելու, որ մենք ուրացողների, դավաճանների հետ բաժին չունենք, մենք հուդաների, 30 արծաթների հետ բաժին չունենք, մենք ստախոս զինվորների նմանությամբ նրանց հետ բաժին չունենք, մենք այս ամբողջ իրականության ժխտողների և այն փորձել պարզապես մեզ համար իրադարձություն ներկայացնողների հետ բաժին չունենք, մենք մեր նահատակների հետ բաժին ունենք, մենք մեր հաղթանակների հետ բաժին ունենք, մենք մեր խաչի ճանապարհի և նրան հաջորդող հարության խորհրդի հետ բաժին ունենք, մենք հավատարմության և նվիրումի հետ բաժին ունենք, մենք պարզապես, ինչպես միշտ ասել եմ, կենցաղով սահմանափակված և դրանով ոչնչացած լինելու հետ բաժին չունենք, այլ նրանից վեր ապրելու, ժառանգության, հավատարմության մեջ ապրելու, նրա հետ բաժին ունենք։ Ի վերջո, մենք վճռական ժամանակների մեջ ենք ապրում, վճռորոշ, որ երբեք պիտի չմտածեինք այդ մասին։ Երբեք մեզ այսօրին հասցրած չարիքը շարունակում է անընդհատ խորացնել այդ զգացումը, անզորության զգացումը, տկարության զգացումը, թուլության զգացումը, խեղճության զգացումը և փորձելով այդ բոլորը ներկայացնել որպես ճշմարտություն։ Սակայն այդուհանդերձ մենք այդ գերեզմանի առջև կանգնած յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ ընթանալու ենք անխուսափելիորեն դեպի հարության խորհուրդ։ Ընթանալու ենք այդ գերեզմանի քարը գլորելու ճանապարհով և վերականգնելու թե մեր պատիվը, թե մեր կյանքը և թե մեր ամբողջական տունն ու հայրենիքը։ Ինչպես ասացի, չէի ուզում, չեմ էլ ուզում այս մարդկանց, այս օրով այս մարդկանց գործածի մասին խոսել, ընդհանրապես բոլոր օրերում, ամեն օրը մի մարտահրավեր են դարձնում մեր կյանքը։ Եվ վերջին օրերը հատկապես մեր սիրելի արցախցի քույրերի և եղբայրների նկատմամբ տևապես մեծացող և այսպես ծավալվող ատելության քարոզն է, որ չի դադարել այս չարիքի և ստի իշխանության օրերին և դեռ ավելի է խորանում։ Ես հատկապես մեր արցախցիներին եմ դիմում, սիրելի քույրեր և եղբայրներ, մի տրվեք այս գայթակղություններին։ Դուք և ձեր միջոցով մենք բոլորս զրկվել ենք մեր հայրենիքից, մեր տներից, մեր սրբարաններից, մի տրվեք այս ստի գայթակղությանը և նախ ինքներդ ձեր մեջ մի պառակտվեք, մի լսեք հենց ձեր միջից այն չարախոսներին, ովքեր փորձելու են քանդել ձեր նկարագիրը, ովքեր փորձելու են ձեզ ներկայացնել որպես թափառախումբ, մարդիկ, որոնք ոչ արժեք ունեն, ոչ մի բան չունեն, այլ պարզապես ապրում են իրենց կյանքը քարշ տալու համար։ Դուք այդպիսին չեք և ձեր միջից հենց իսկ հնչող այդ քայքայիչ և պառակտիչ խոսքերին տեղ մի տվեք։ Եվ հենց պառակտողներին, քայքայողներին էլ եմ ասում, խելքի եկեք ուղղակի, խելքի եկեք, մի տրվեք որևէ բանի, մի գնացեք այն չարիքի հետևից, որը ձեզ, ի վերջո նաև ձեզ է սպանել, արդեն մի անգամ սպանել է ամբողջության մեջ, և մի թույլ տվեք, որպես երկրորդ անգամ սպանի։ Այո, մենք զուտ պայմանականորեն
ասում ենք արցախցի, դա մեր բոլորի կյանքն է, Արցախը, արցախցի մեր քույրերն ու եղբայրները, մեր կյանքն են, մերն է, և երբ ասում են, թե ով է կռվել, ով չի կռվել, մենք ենք կռվել, մենք, նրանք, ովքեր հայրենիք ունեն, նրանք, ովքեր ընդհանրական, հայկական միտք ունեն, կյանք ունեն, որոնց համար որևէ սահմանային պայմանականություն կամ տեղային պայմանականություն գոյություն չունի, ովքեր հասկանում են և պատկերացնում են, որ ցեղասպանված ժողովրդի զավակներ են, որ այսքան զրկանքներ կրած, նույն մտքով, նույն կյանքով, նույն ապրումով, նույն հայացքով մարդիկ են, նույն ցեղի զավակներն են, նույն ազգի զավակներն են, ոչ մի տարբերություն չկա, թե որտեղ, ինչպես, ով է փախել, ով չի փախել, ով է կռվել, ով չի կռվել, բացարձակ, դա մեր սեփական պատմությունն է, մեր, իմ և քո, առանց տարանջատելու, և այո, արցախցիների խնդիրներն էլ մեր խնդիրներն են, ոչ մի տարբերություն, բացարձակ, և մենք ենք լուծելու այդ խնդիրները, բոլորով միասին, ինչպես ժամանակին եղել է, հեռու չեն այդ ժամանակները, պատմության խորքերում չեն այդ ժամանակները, մեր ապրած օրերն են այդ ժամանակները, և մենք էլ լուծելու ենք այդ խնդիրները, ովքեր իրենց տարանջատեն արցախցիներից, ովքեր Արցախի մեր սիրելի քույրերի, եղբայրների խնդիրները իրենցից դուրս կդնեն, նրանք, այո, հենց այդ ուրացողներն են և ուրացողների հետ բաժին ունեցողները, այլ կերպ չկա, սա մեր ընդհանրական կյանքն է, այո, դավաճանությունն ու ուրացումը մուտք է գործել մեր կյանք և գնվել է կարծես ճշմարտությունը վերափոխելով ստի, այդուհանդերձ մեր ընթացքը մեկն է, մեր ընթացքը այլ ճանապարհ չունի, տապալելու այդ ստի կայսրությունն ու իշխանությունը և հանրահռչակելու ճշմարտության մասին, այնպես ինչպես հարության խորհուրդն է, այնպես ինչպես խաչելության խորհուրդն է, որը անխուսափելի հարությամբ է պայմանավորված, մենք պիտի ընտրություն կատարենք մեր կյանքում, իրապես ընտրություն կատարենք, ուզում ենք մնալ այս թշվառ ու խեղճ վիճակում, թե ցանկանում ենք ճեղքել բոլոր տեսակի հարձակումները և վերականգնել մեր ուժը, մեր զորությունը, մեր ճշմարտությունն ու արդարությունը, սա մեր ընտրությունն է, այնպես ինչպես աշակերտներից ոմանք ընտրեցին գնալու մինչև վերջ անկախ նրանից, թե իրենք քանի հոգի էին մնացել և քանի հոգի էին, և նաև մյուս կողմից աշակերտ, որը ընտրեց ուրացումը, ընտրեց դավաճանությունը, ընտրեց 30 արծաթը և ի վերջո ընտրեց արյան ագարակը, կամ աշակերտ, որը նույնիսկ անկախ նրանից, թե ինչ դժվարություններ ու տառապանքներ կպատճառվեին, ընթացավ խաչելության խորհրդի ճանապարհով և սակայն ունեցավ հաղթանակի և հարության խորհուրդը, մեր ժամանակները այդպիսին են, և մեր ժամանակների մեջ ընտրությունը մենք ենք կատարել, ես հանձնառու եմ եղել և մնում եմ այդպիսին, այդ ընտրությունը կատարած, գնալու ճշմարտության ետևից, գնալու անմահության ետևից, գնալու հարության հաղթանակի խորհրդի ետևից, որպեսզի այդ ճշմարտությունը հաղթանակող լինի մեր կյանքում, որպեսզի այդ գերեզմանի քարը, որքան էլ այն դժվար ու մեծ թվա, կարողանամ գլորել և միասին այն կատարելով մեր պատկերավոր գերեզմանված իրականությունից։ Մենք այսօր գտնվում ենք այդ ավետիսի իրականության մեջ, սիրելի ժողովուրդ։
մի վախեցեք, ոչնչից մի վախեցեք, չկա ավելի մեծ բան, քան մեր ճշմարտության հաղթանակը, ինչ դժվարության գին էլ այն պահանջի, ինչպիսի զոհաբերություն էլ այն պահանջի, կա մեկ ճանապարհ, մեկ խորհուրդ, մարդու նկարագրի խորհուրդ, իր անմահության ետևից գնացող համոզված մարդու խորհուրդ, հաղթանակող մարդու խորհուրդ, ուժեղ մարդու խորհուրդ, ոչ պատճառաբանություններով պայմանավորած կյանքի խորհուրդ, այլ մեկ նպատակով, մեկ տեսիլքով ապրող մարդու խորհուրդ, իշահ մեր հայրենիքի, մեր պետության, մեր պատմության եւ Աստծո փառքի համար, որը մեզ ընծայել է լրիվ հնարավորությունը մեր հաղթանակած իրականությունը ունենալու։ Թեպետ ժամանակը դեռ շուտ է, այդուհանդերձ այսօրվա խորհրդով ուզում եմ ասել. Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ թող լինի մեր Տիրոջ հարությունը, եւ հիշեք, մի վախեցեք ոչնչից, չկա ոչ մի բան, որ կարող է վախեցնել մեզ, ոչ մահը, ոչ կյանքը եւ ոչ այլ ինչ, ընթացեք ճշմարտության ետևից, ինքներդ ձեզ քննեք այդ ճշմարտության մեջ եւ կերտեք սեփական հաղթանակն ու հարությունը։ Եվ հիշեք, մեր Տիրոջ օրինակը, նա ոչ միայն խոսեց իր հարության մասին, այլ կերտեց այն։ Մենք կոչված ենք ոչ միայն խոսելու մեր հաղթանակի մասին, այլ կերտելու այն։ Զորանաք։